Ինչպես գիտեք, նախօրեին ուշ գիշերով, այսպես մթության քողի տակ, գաղտագողի ծածուկ պայմաններում եւ հատելով օրինականության բոլոր սահմանները, կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել երկու ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշում է կայացվել։ Մենք իհարկե շատ լավ հասկանում ենք եւ մեր ամբողջ քաղաքական թիմը, հանրությունը, մեր գործընկերները բոլորը շատ լավ հասկանում են, որ սա ոչ այլ ինչ է, քան բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներով արգելել Բարգավաճ Հայաստան կուսակցությանը մուտք գործել ազգային ժողով։ Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի եւ էական ազդեցություն եւ ներգործություն ընտրական գործընթացների վրա, ինչպես նաեւ ընտրությունների արդարությունը եւ թափանցիկությունը եւ ընդհանրապես լեգիտիմությունը վիճարկող գործընթաց է երեք տեղի ունեցել։ Ինչպես գիտեք, ընտրությունների օրվա ավարտից հետո, երբ այսպես հրաշագործ աճպարարությամբ Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին քվեարկած ընտրողների քվեները, այսպես վայրկյանների ճշգրտությամբ ավելանում եւ պակասում էին, դա նաեւ գիշերը հաշվարկի գործընթացի ընթացքում ժամանակահատվածում էր ակնհայտ, վաղ առավոտյան կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած թվային տվյալներով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հատում էր անցողիկ շեմը, այնուհետև րոպեների ճշգրտությամբ ըստ ամենայնի եւ ամենայն հավանականությամբ համապատասխան SMS-ի ստացումից հետո Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չհաղթահարեց անցողիկ շեմը։ Ամսի 7-ին հաջորդող օրերի ընթացքում մենք տարբեր ընտրատեղամասերում պահանջել ենք վերահաշվարկներ եւ իրականացրել ենք վերահաշվարկներ, մեր բողոքների հիման վրա իրականացվել է այդ գործընթացը եւ բազմաթիվ ընտրատեղամասերում արձանագրված եւ հայտնաբերված անճշտությունների արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը երկու անգամ ավել չափով վերականգնել էր անցողիկ շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ քվեների քանակը։ Եվ արդեն երեկ ուշ գիշերին Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը անմռունչ կերպով կյանքի կոչեց Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, այն է թե թույլ չտալ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը հաղթահարել անցողիկ շեմը։ Անվավեր են ճանաչվել հատկապես այն երկու ընտրատեղամասերում արդյունքները, որտեղ որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բավականին բարձր ցուցանիշ է արձանագրել եւ նվազագույն հաշվարկի դեպքում ակնհայտ էր, որ մեր վերականգնած շուրջ 130 քվեների դիմաց, եթե նրանք անվավեր են ճանաչում 200-ից ավել քվե, ապա ավտոմատ կերպով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի հաղթահարում անցողիկ շեմը։ Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի հարված ժողովրդավարության, արդարության, լեգիտիմության բոլոր ընդունված եւ չընդունված նորմերին։ Սա ոչ այլ ինչ է, քան պարզապես քաղաքական հետապնդում, քաղաքական հաշվեհարդար, ընդդիմադիր քաղաքական ուժի նկատմամբ։